Ժամկետային զինծառայության ժամկետն արդեն 1.5 տարի է, կառավարության այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել։ Այսօր Գյումրիում մեկնարկել է ձմեռային զորակոչն ու նորակոչիկները բանակ են գնում արդեն գործող նոր Հայաստան աշխարհ կոպատվի համար ես պիտի ծառայեմ, ես այդ տղա եմ, հողը սուրբ է քո, դերոշիտներ քո Խոհարար, բժիշկ, երաժիշտ կամ պարող, ապագա մասնագիտություններն ու երազանքներն այսօր մի կողմ են դրվում, ժամանակն է ծառայելու հայրենիքին։ Շարքային հարուսունյան, բանակում հայկական, կարևորը սիմվոն է հայոց, ծառայեմ հայրենիքին, որ կոփվի իմ հոգին, Հայաստանս ու ես մի ամրոց։ Դեռևս պլանավորած չի ինչ եմ ուզում դառնամ, բայց մարտական գնում ենք էլ։ Ուզում ես կիսադեմ, թողի որ էշտամ ծառայեմ կամ շարունակեմ։ Вообще չեմ է տեխնիկ դեշտամ։ Մենակ կտեխնի մնոր համար պետք է բարդնամ ընկերներիս, ցանոներիս։ Մնացածը լավ է։ Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակն ինչպես ամեն տարի, այս տարի եւս մարդաշատ է։ Ծնողներ, ընկերներ ու հարազատներ այստեղ են տղաներին բանակ ճանապարհելու։ Խաղաղ ծառայություն, անփորձանք վերադարձ ու առողջ վերադառնան ամենակարևորը։ Քրոջս թորնիկին։ Շատ ուրախ ենք հայրենիքի համար թող ծառայեն Ազիջան։ Բարի ծառայություն իրանց, բարի վերադարձ։ Թող խաղաղություն լինի աշխարհին, ավելի ճիշտ մեր Հայաստանին, մեր երեխեքն էլ լավ ծառայեն կան հասնեն մեզ։ Թող բոլոր երեխեքն առողջ տան, անփորձանք կան, ծառայեն կան մեզի, 3 ներկայումս 3 զինվորի ծնող են։ 4-ն է քրոջս տղին եմ ճանապարհում։ Խաղաղություն, մենակ խաղաղություն, ոնց ճանապարհում են կդեն ընդունենք։ Ջիվան ջան, բարի ծառայություն, Ազիջան, անփորձանք ծառայես, կաս հասնես ծնողներիդ։ Նորակոչիկները ստացան օրհնություն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում խաղաղ ու անվտանգ ծառայության մաղթանքով։ Օրհնություն եւ փառք Հոր եւ Որդու Սրբո այժմ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված իր օրհնությունների, իր շնորհների մեջ պահի ծառայության մեկնող մեր զավակներին եւ խաղաղ անփորձանք ծառայելով վերադառնան տուն։ Մարտական ու բարձր տրամադրությամբ են մեկնում ծառայության տղաները, թեպետ աչքերում կարոտ կա, սակայն մայրերին սիրտ են տալիս, վստահեցնելով, որ ամեն բան լավ է լինելու։ Լավ եմ տրամադրված, մարտական, շատ լավ։ Առով ծառայեն կան հասնեն իրանց ընտանիքին, անփորձանք լինի, կարևորը խաղաղություն լինի։ Ուրախ եմ, որ գնում եմ։ Շատ կարևոր է հայրենիքը ինձ համար։ Յուրաքանչյուր սերնդի գիտակցված պարտքն է հայրենիքին ծառայելը, թեև այսօր հուզմունքով են որդիներին բանակ ճանապարհում, ծնողներն ընդգծում են միաժամանակ հպարտ են, որ այսուհետ հայրենիքի սահմանը պաշտպանելու են իրենց որդիները։ խաղաղություն լինի ու շուտ վերադառնան միշտ մոտ։ Վիրաժի պարն այս անգամ մարտական ոգի փոխանցելու համար է, բանակ է գնում նաև իրենցից մեկը։ Կարևորը լավ չեղնին, իմանան որ իմ հետս միշտ նորմալ կեղնի ամեն ինչ։ Ծառայության ժամկետի կրճատումը հիմնականում դրական են գնահատում թե ծնողները, թե նորակոչիկները, սակայն ընդգծում են հայրենիքին նվիրումը ժամկետներ չի ճանաչում։ Այդ լավ է, որ մի տարի կեսա, ես էլ զինվորի մայր եմ, տղաս գնում է բանակ, շատ ուրախ եմ։ Ծնողների անհանգստությունը կես տարի ավելի քիչ կլինի։ Լավ է, դրական Ազիջան։ Իմ տղեստը 2 տարի է ծառայել, կարող անփորձանք եկել են, թող նույնիսկ երեխեք անփորձանք կան Ազիջան։ Դեպի հայոց բանակ հանուն սահմանի ամրության առաջին անվանականչն այսօր է, որպես սկիզբ այն պատասխանատվության, որ կոփելու, ամրացնելու ու կարոտի կանչով հետ է բերելու ընտանիք։ Դավիթ Խաչատուրի
Մոտեցեք զորակոչիկներ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում հեծը փող չի գողացել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Պետական հիմնարկներ, զորամասեր, այդքան խոսում ենք բանակի եւ պետության մասին, եւ այդ ամեն ինչը դրա արդյունքներ, եւ ես համոզված եմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, արդարացված որոշում ենք կայացրել։ Ես համոզված եմ, որ մենք այդ որոշումը կկարողանանք պաշտպանել բոլոր ատյաններում եւ դուք դա կտեսնեք։ Այնպես որ ես ցավով եմ եւ ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, ովքեր ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել, ներողություն խնդրում եմ այն բանի համար, որ այդ որոշումը, որ ես կայացրել եմ մայիսին, եւ այն պետությունը, կառավարությունը եւ պետական մարմինները են որոշումները, որ կայացրել են հետագայում, այդ որոշումները չեն կայացրել 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 7 տարի առաջ։ Այդտեղ մենք սխալվել ենք եւ մենք հիմա պետքա մեր սխալները ուղղենք։ Եվ իմիջիալոց, որ ասում եք Ռոմանոս Պետրոսյանն, նա շահել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի բազմաթիվ աշխատողներ, ովքեր երկար ժամանակ տարիներով ի տարբերություն Վերնախավի պարգևավճարներ եւ հավելումներ չեն ստացել, Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մեկնարկից հետո այդ թվում հավելումներ են ստանում եւ ընդհակառակը ղեկավար կազմը չի ստանում այնքան հավելումներ։ Եվ դուք այնպիսի բացահայտումներ կտեսնեք, այնտեղ մարդիկ են եղել, որ տասնյակ միլիոնավոր դրամներով են հավելումներ եւ պարգևավճարներ ստացել։ Բայց ինչի կառավարությունը մեկը 1000 դրամ պարգևավճար է ստանում, ամիսներով գրվում է դրա մասին։ Այդ ինչի է մեր մամուլը լուր։ Հետաքրքիր է, այդ ինչի է մեր մամուլը լուր։ Այդ ինչի է մեր մամուլը լուր են դեպքերի մասին, երբ որ մեր հաշվին մարդիկ վարկեր են ստացել տարել դրել իրանց անձնական, իրանց ընտանիքի անդամների, իրենց հորեղբայրների, մորեղբայրների, քեռիների, բաժանաղների, բիզնեսների մեջ։ Հետաքրքիր է, այդ ինչի է մամուլը տենց լուր։ Ինչի այդ տասնյակ միլիոն եւ տասնյակ միլիարդ դրամները, որոնք գողացվել են Հայաստանի Հանրապետության կոնկրետ անուն ազգանուն հեռախոսի համար ունեցող հասցե ունեցող քաղաքացիներից բան են, հա, տենց ուշադրության արժանի չեն, այլ որևէ տեղում ենթադրենք 1000 դրամ ավել ծախսված որևէ միջոց կոնկրետ նպատակային դա է ուշադրության արժանի։ Ինչ ով է ձեզ ասել մասնավոր միջոցներ։ Էցի միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սպառողների վճարած վարձերից, վճարներից։ Հենց այդտեղ է որ այդ ամբողջ խնդիրը։ Հեծում չկա մասնավոր միջոց։ Հեծում մի րոպե սպասեք։ Հեծում կամ վերցրած է վարկեր, որի համար էլի վճարում ենք մենք։ Հեծում կամ գործում է էլեկտրոէներգիայի սակագինը, որի համար վճարում ենք մենք։ Դեռ քիչ չի, որ էլեկտրոէներգիայի սակագնի համար մենք վճարել ենք, քաղաքացիները վճարել են։ Հավելագրումներ են արվել պետական հիմնարկների վրա, մասնավոր հիմնարկների վրա։ Հայաստանի Հանրապետությունում մի ընտանիք չկա, որից հեծը ձեր նշած անձանց կառավարման շրջանում փող չի գողացել։ Մի այդպիսի ընտանիք չկա։ Մի այդպիսի հիմնարկ չկա, մի այդպիսի մարդ չկա, մի հոգի։ Երևի մենակ իրանցից էլ ըստ ամենայնի գողացած կլինի։ Ինչ վերաբերվում է Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդին, գիտեք, ես հիմա վարչապետ եմ, չէ՞ որպես ձեր առաջ հանդես գալ, ես քաղաքացի չեմ։ Ես քաղաքացի եմ նաև, ես Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ նաև։ Հիմա ասենք այդ փարիսեցիությունը ինչի համար, շատ լավ ես կարող էի բան անել գրել Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ դուք այսօր բրիֆինգին հարց կտայիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյան, բա դուք ինչ գործ ունեք վարչապետի կեցավայրում։ Ինչի՞ չեք գնացել Իջևանի ձեր Ասլանյան փողոց, չգիտեմ 10 տան բանում բնակարանում բան արել, կազմակերպել այդ հավաքը եւ այլն եւ այդպես շարունակ։
Այսինքն ես չեմ կարծում, որ ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ խնդիր կա եւ ես էլի ուզում եմ ասեմ, այո, ես հանդես եմ գալիս որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այն օրը մի րոպե ներողություն, այն օրը որ իմ ելույթում ասացի, որ որոշ մարդիկ փորձ են անում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործել որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ Սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել։ Եվ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպասվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետեւողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ընդգծել է տիկին Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փաստը։ Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ Հայաստանի կառավարությանը համատեղ աշխատանքի եւ արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս Հայաստան-ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։ Կողմերը մտքեր են փոխանակել TRIP նախագծի իրականացման, ինչպես նաեւ երկու ստեյք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի եւ զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի եւ անվտանգ ծառայություն։ Ոնց է տրամադրություն։ 1.5 տարի եք ծառայում, գիտեք։ Բարի ծառայություն եմ։ Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զորակոչիկների բժշկական հետազոտության եւ այլ միջոցառումների կատարման վերաբերյալ։ Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։ Արդարադատության նախարարությունը 2025-ն ամփոփել է 95%-ին մոտ կատարողականով։ Ընտանեկան մի շարք վեճերի համար ներդրվել է հաշտարարության ինստիտուտ։ Երևանում ու մարզերում արդեն աշխատում է 120-ից ավելի վերապատրաստված հաշտարար։ Քննված գործերի մոտ 30%-ը դատարան չի հասել։ ԶԱԳՍ-ի գերակշիռ գործերով էլ քաղաքացիները կարող են չհասնել քաղաքացիական ակտերի կացության գրանցման գործակալություն։ Ամբողջությամբ թվայնացված են ԶԱԳՍ-ի 7 գործառույթներից 6-ը, մեկը ուղղակի չի կարող թվայնացվել, որովհետև միջազգային որդեգրումներին է վերաբերում։ Մնացածը թվայնացված են ամբողջությամբ եւ գործում է on-line հարթակը, հարթակ.am-ի միջոցով, մարդիկ կարող են մոտ գործել համակարգ եւ on-line առանց որևէ խոչընդոտի գրանցել երեխայի ծնունդը, ամուսնությունը, ամուսնալուծությունը, ճանաչել հայությունը, իրականացնել անվան փոփոխություն եւ մահվան գրանցումները եւս կարելի է իրականացնել on-line տարբերակով։ Ընդհանուր արդարադատության ոլորտում թվայնացումը առաջնահերթություն է։ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը Arlis-ը նոր տեսքով է, նոր հնարավորություններով։ Բիզնես ռեգիստրի համակարգն էլ փոխգործակցում է ծառայությունների միասնական հարթակի հետ։ Ներդրվում է ծանուցումների հիբրիդային, այդ թվում էլեկտրոնային հրապարակային տարբերակը Ազդարար AM։ Գործադիրի ղեկավարը եւս մեկ անգամ կարևորում է Հայաստանի քաղաքացիները անկախ գործի բնույթից պետության հետ պետք է շփվեն այսպես ասած մեկ պատուհանի սկզբունքով, հնարավորինս բացառելով հսկայական ժամանակ ու ռեսուրս պահանջող թղթատարությունը։ Թվայնացման տիրույթում որը պետք է լինի մեր տակտիկան։ Համակարգը ներդնել զուգահեռ ինչ որ ժամանակ աշխատի, մենք համոզվենք, որ այդ համակարգը ապահովում այն ինչ որ պետք է ապահովի, ու արդեն կամաց պետք է թղթայինի հնարավորությունները կամ բարդացնենք, սահմանափակենք եւ ի վերջո որպեսզի դա դուրս գա։ Սնանկության ոլորտում մեկնարկած բարեփոխումները պետք է շարունակվեն, վարչական դատավարության ընթացակարգերն էլ պարզեցվեն։ Օրակարգում են դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցման ու գործերի արագ քննության հարցերը։ Վարորդական իրավունքից զրկվածները մեքենայի ղեկին հայտնաբերվելու դեպքում այլևս կկրեն նաև քրեական պատիժ, վարչական պատասխանատվությունն էլ կավելանա։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն էլ 2024-ի հետ համեմատ ավելի արդյունավետ է աշխատել մոտ 11%-ով։ Բռնականված դրամական միջոցներից հօգուտ պետական բյուջեի բռնականվել է 20 միլիարդ 819 միլիոն 435 հազար դրամ, որը 8%-ով ավելի է, քան 2024 թվականի ընթացքում։ Պարտապանին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը այս հունվարից արդեն սահմանվել է 7.8 միլիոն դրամ, նախկին 4 միլիոն 900 հազար դրամի փոխարեն։ Հայաստանում զարգանում են նաև վեճերի հաշտարարության, արբիտրաժային տարբերակները, բայց ոլորտում պետք են հստակեցումներ, լավարկման անհրաժեշտություն կա նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում։ Ժամանակ առ ժամանակ դիմում ենք համաներման ինստիտուտին, որը ինքը չի անհատականացնում, այսինքն չի գնահատում մարդը ի վերջո մարդուն չի գնահատում, հոդվածն է գնահատում դե յուրե, հիմա մենք պետքա գնանք այլ տրամաբանությամբ եւ անհատական գնահատման համակարգ գործի, որը նաև կառավարելիության տեսակետից եւ եթե կա այդ վերասոցիալականացում եւ այլն, այդ ավելի արդյունավետ է։ 2026-ը աշխատանքային ծանրաբեռնված տարի է խոստանում լինել, ներկայացվելու է սահմանադրության նոր տեքստը, կներդրվեն քրեական դատավարության, նոտարիատի սնանկության էլեկտրոնային համակարգերը, կսահմանվեն քրեական գործերի քննության ժամկետներ եւ դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունն ընդհատման պահից շարունակելու, ապացույցների հետազոտման գործընթացը պարզեցնելու վերաբերյալ կարգավորումներ։ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդական կազմավորումների միջև բախումների պատճառով առնվազն 12 մարդ է զոհվել։ Տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են քրդական թաղամասերից, որոնք Սիրիայի բանակն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գոտի։ Կառավարական ուժերը հրետակոծել են քրդական թաղամասերը, հայտարարելով, որ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան զինված կազմավորումների հարձակումների։ Սիրիայի դեմոկրատական ուժեր քրդական խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ կառավարական ուժերը փորձում են բռնի տեղահանել բնակիչներին։ Հալեպում լուրերի թղթակից Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ գիշերային բախումների ընթացքում հրանոթային արկեր են ընկել նաև հայաբնակ թաղամասերում։ Գրանցվել են նյութական վնասներ, հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան։ 2025 թվականի մարտին Սիրիայի դեմոկրատական ուժերը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածների մեծ մասը եւ ունի տասնյակ հազարավոր զինյալներ, համաձայնություն էր ստորագրել կառավարության հետ իր բոլոր ռազմական եւ քաղաքացիական կառույցները պետական համակարգում ինտեգրելու շուրջ։ Սակայն մինչ օրս պայմանավորվածությունների իրականացման հարցում առաջընթաց չկա։ Իրանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներն ընդլայնվել են աշխարհագրորեն, ավելացել է նաև մասնակիցների թիվը։ Ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում մայրաքաղաք Թեհրանը եւ մյուս խոշոր քաղաքները։ Ի նշան բողոքի ցուցարարները որոշ քաղաքներում հրկիզել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ Միացյալ Նահանգների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով պաստառները։ Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների եւ վիրավորների մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների ցուցարարների մի մասը զինված է մարտական եւ որսորդական զենքերով։ Նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Իր հերթին Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն Իրանում անցկացվող ցույցերի վերաբերյալ եւ Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Գերատեսչությունը նշել է, որ կառավարությունը ջանք չի խնայում օրենքի շրջանակում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի տնտեսական դժվարությունների զգալի մասը Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների միջոցով սանձազերծված տնտեսական եւ ֆինանսական պատերազմի հետևանքներ են։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադայի հետ եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու Վենեսուելայում ազգային ներառական երկխոսությանը։ Գուտերեշը վերահաստատել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել իրավիճակի քաղաքական հանգուցալուծման հարցում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հետ քննարկել է Վենեսուելայում ստեղծված իրադրությունը։ Կողմերը քննարկել են Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների կողմից թմրանյութերի դեմ պայքարի գործողությունները, նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը եւ Վենեսուելայում իշխանության պատշաճ եւ խելամիտ փոխանցումն ապահովելու անհրաժեշտությունը։ Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություններ իրականացրել եւ Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Նրանք մեղադրվում են թմրահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման եւ զենքի հետ կապված գործարքների համար։ Նյու Յորքի դաշնային դատարանում Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը հերքել են առաջադրված մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։
Ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու շուրջ բանակցությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունները Փարիզում հերթական խորհրդակցություններն են անցկացրել երրորդը վերջին 2 օրվա ընթացքում։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի խորհրդական ուփեսա Ջարեդ Քուշների հետ։ Քննարկվել են պատերազմի ավարտին ուղղված հիմնական քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների ղեկավարների շփումների հնարավոր ձևաչափերին։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան գործընկերների հետ բանակցությունները հասել են նոր մակարդակի։ Նա նաև նշել է, որ նոր հանդիպում է ցանկանում Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև կոչ է արել, որ Վաշինգտոնը մեծացնի ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի, նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հակառուսական նոր պատժամիջոցների նախագծին, որի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Թրամփի հետ հանդիպումից հետո Գրեհեմը հայտարարել է, որ Սենատը կարող է օրինագծի շուրջ քվեարկություն անցկացնել արդեն հաջորդ շաբաթ։ Սենատորներն արդեն մի քանի ամիս է աշխատում են Սպիտակ տան հետ օրինագծի վերջնական տարբերակը համաձայնեցնելու շուրջ։ Փաստաթղթով նախատեսվում է երկրորդային պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթ եւ գազ գնող երկրների, այդ թվում Չինաստանի եւ Հնդկաստանի նկատմամբ։ Նպատակն է Ռուսաստանին զրկել պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից։ Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով Միացյալ Նահանգները դուրս կգա 66 միջազգային կազմակերպությունից, որոնց գործունեությունը կապված է այդ թվում կլիմայի փոփոխության, խաղաղության, ժողովրդավարության եւ գենդերային հավասարության հետ։ Այդ կազմակերպություններից 31-ը ՄԱԿ-ի կառույցներ են։ Նախագահական հրամանագրում Թրամփը նշել է, որ այդ կազմակերպությունները, կոնվենցիաները եւ պայմանագրերը հակասում են Միացյալ Նահանգների շահերին։ ԱՄՆ-ն կդադարեցնի մասնակցությունը եւ այլևս չի ֆինանսավորի նշված կազմակերպությունները։ Կանչը ստացել ենք առավոտյան մի 10 րոպե առաջ Մուշեղ Հարությունյան հասցեում, միայնակ տատիկ էր, հարևաններն են կանչ տվել, ինքը ուներ բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, բայց այս պահին իր մոտ ես արձանագրեցի գերճնշում ու իմ տարիքից ելնելով կողմնակի հիվանդություններից եւ իր իրավիճակից ելնելով ես որոշեցի իրան տեղափոխել հիվանդանոց։ Կանչ-կանչի հետևից, այսպես գրեթե ամեն օր, հատկապես տոնական ժամանակահատվածում։ Սուրշնչական վարակներով, բարձր զարկերակային ճնշմամբ պայմանավորված կանչերով մեկնարկեց Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության հունվարի 7-ի առավոտը։ Բացի հիմնական կանչերից, տոնական օրերին արձանագրվել են նաև սննդային թունավորման, ալկոհոլային չարաշահման, ինչու ոչ նաև օրենքով արգելված պայթուցիկների կիրառման հետևանքով տուժած քաղաքացիների դեպքեր։ Օրական 25 կանչ է սպասարկել ծառայությունը, շտապօգնության 2 մեքենաներն էլ անդադար շարժի մեջ են եղել։ Ցավոք սրտի այս տարի նույնպես ձեռք չմնացինք այդպիսի երևույթից, այդ պայթուցիկի պայթման հետևանքով ձեռքի վնասվածք այս տարի նույնպես եղավ։ Մոտ 1 շաբաթվա ընթացքում 158 կանչ է գրանցվել այդ 31-ից 6 ընկած ժամանակահատվածում։ 2025-ին Մարս կենտրոնի բուժ հաստատության շտապօգնության բաժանմունքը 6448 կանչ է ստացել, որի 30%-ի դեպքում է բուժառուն հասցվել հիվանդանոց, մյուսներին տեղում են սպասարկել։ Տարեստարի ունենք աճ կանչերի, իհարկե լավ կլներ, որ ինչքան տարեստարի մենք ունենանք նվազում այդ կանչերի։ Ծառայության ղեկավարի խոսքով քիչ չեն նաև անիմաստ կանչերը, որոնք շտապօգնության տրամաբանությանը չեն համապատասխանում։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով այս տարվանից քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի քան 8 անգամ կանչ գրանցել եւ ստանալ անվճար բուժօգնություն։ Կապան շտապօգնություն Ցանկացած սուր դեպք միանշանակ դա, որը մտնում է շտապօգնության, այսպես ասած, տիրույթում, սպասարկվելու է։ Մինչև այժմ արդեն 7 օր է անցել, դեռ մենք խնդիր չունենք, այսպես ասած, սպասարկման հետ կապված, բայց դա իսկապես շատ ճիշտ է, որովհետև իսկապես լինում են անհեթեթ կանչեր, որոնց պատճառով շատ կարող է տուժվել այնպիսի մի մարդ, որը իսկապես ունի շտապօգնության կարիք է։
Դեկտեմբերի 31-ը մարզում առանձնացավ նաև արտակարգ դեպքով։ Սուր էկզոգեն թունավորում Շմոլ գազի ծախտորոշմամբ Գորիսի հիվանդանոց տեղափոխվեց ընտանիքի 6 անդամներ։ Այստեղ անհետաձգելի բուժօգնության սրահում տարվա առաջին 6 օրերի կանչերի թիվը 55 էր, իսկ շտապ կանչերինը 99։ Հիվանդները ընդունվել են 1 ընտանիքից 3 երեխաներ եւ 2 մեծահասակներ, ստաբերվել են համապատասխան օգնություն, վիճակները բարելավվել է եւ 7-8 ժամ հետո մոտավորապես հիվանդները բավարար վիճակում դուրս են գրվել, նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տոնական օրերին քիչ չեն եղել նաև սուր շնչական վարակներով պայմանավորված զանգերը։ Միայն Սիսիանի բժշկական կենտրոնում օրական միջինում 15 կանչեր գրանցվում։ Այս հարցում մեղրեցիները բարեբախտաբար պասիվ են եղել։ Այստեղ սովորական զանգերից զատ արտառոց դեպքեր չեն ունեցել։ Դժբախտաբար մարզում արձանագրվել են նաև բավականաչափ մահեր։ Նարե Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Սևանա լճից սիկ տեսակի ձկան ապօյինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ Շորժա Վարդենիշ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան։ Պարեկները մեքենայում հայտնաբերել են սիկ տեսակի 1456 ձուկ ընդհանուր 603 կիլոգրամ քաշով։ Ըստ վարորդի ձկները ձեռք էր բերել Վարդենիսում անծանոթ անձից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Հունվարի 4-ին ժամը 22:40-ին մայրաքաղաքի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Opel մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման պարզվել է, որ 44-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է։ Տղամարդը ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական եւ հայտնել, թե իբր ներքին գործերի նախարարության փրկարարծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։ 44-ամյա վարորդը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Opel-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։